Տեր օրհնի ձեզ, կարող եք նստել, Փառք Աստծուն։ Նորից ու նորից շնորհավորում եմ մարտի 8-ի կապակցությամբ, սիրելի քույրեր բոլորիդ։ Եվ հիմա մտածում եք, որ այսօր պետք է խոսեմ։ Այսօր խոսելու եմ այն ամենի մասին, ինչ որ Աստված ասել է խոսեմ։ Հետարքիրը գիտեք որն է, որ տոները չեն թելադրում խոսքը, Աստված է տալիս խոսքը։ Բայց ասեմ իրականում օրհնությունը իրականում այն ամեն մի ստեղծագործություն, որ Աստված ստեղծել է, դա ստեղծել է որպես օրհնություն։ Եվ մենք, եւ տղամարդը եւ կինը Աստծո կերպարով է ստեղծված, ասում եմ մարդուն ստեղծեց իր կերպարով, արու եւ կեկ ստեղծեց, եւ իրականում դա մի հետարքիր ու հրաշալի բան է, որ լրացնում է մեկը մյուսին։ Եվ նա պատվիրեց, Հիսուսը Տերը պատվիրեց մեզ, մենք տեսնում ենք ծննդոցում աճել, շատանալ, լցնել երկիրը, եւ տեսնում ենք, որ առաջին ընտանիքը ինքը Աստված է ստեղծում եւ օրհնում է այդ ընտանիքը։ Ընտանիքի հեղինակն ինքն Աստված է, եւ Աստված օրհնում է ընտանիքը եւ ամեն բան սուրբ է ընտանիքի մեջ։ Ամեն, եւ ընտանիքից դուրս մարդ պետք է իրան պահի Հիսուսին որպես ներկայացնող եւ օրինակելի։ Այնպես որ սիրելի եկեղեցի, դուք օրհնություն եք, ամեն մեկը օրհնություն եք եկեղեցում, եկեղեցու համար եւ այս աշխարհին։ Դուք մեկն եք, որ կանչված եք լուսավորելու, մեկն եք, որ կանչված եք իրականում փոխելու այս աշխարհը, որովհետեւ դուք ամեն մեկը կենթանի Աստծո տաճար եք, ամեն մեկը Սուրբ Հոգու տաճար եք եւ Սուրբ Հոգին ապրում է ձեր մեջ եւ Աստծո զորությունը կրող անձիկ եք դուք։ Ես ասեմ, որ բոլոր շատ դարերի մեջ միշտ կամեցել են եւ ցանկացել են, որ ընդհանրապես կնոջը լրացնեն։ Եթե մենք ուշադրություն դարձնենք կնոջ դերը, կնոջ թե ընտանիքի մեջ, թե անգամ մշակութային չէ, իրավիճակների մեջ միշտ կնոջը փորձել են լրացնել։ Գիտեք, նորից եմ ասում, եթե կինը չլռի, իրեն չեն կարող լրացնել։ Դա շատ կարևոր է, ու ասեմ, որ ինչի համար, որովհետև մարդու որոշումն է, մարդը ինքը կատարյալ ստեղծված մարդ է եւ ամեն մեկը ինքը ունի իր կամքը, թե խոսելու, թե լռելու, թե ամեն գործ անելուց առաջ մարդ ինքը որոշում անի թե չանի։ Եվ ոչ մեկին չի կարող բռնանալ անելու մեջ։ Եթե մարդը չի ուզում հնազանդվի, ինչպես կարող են հնազանդացնեն։ Եթե մարդը չի ուզում լռի, ինչպես կարող են լռեցնել։ Գիտեք, մարդիկ խոսքի պատճառով մենք տեսնում ենք, չէ, խոսքի ազատություն, այդպես, չէ, մենք հիմա շատ ենք լսում խոսքի ազատություն։ Խոսքի ազատություն դա չի նշանակում ով ինչ ուզի կասի։ Խոսքի ազատությունը դա այո, ազատ է խոսքը, մարդը կարող է ասի, բայց եթե այդ խոսքը ոտնահարում է դիմացինին, սպանում է դիմացինին, այդ խոսքի մեջ ինչ կա։ Մենք տեսնում ենք, այսօր հենց խոսելու եմ լեզվի մասին։ Լեզվի մասին եմ խոսելու եւ լեզուն ինքը Աստծուց է ստեղծված, համաձայն եք թե չէ։ Աստված է ստեղծել լեզուն, ինչի համար։ Խոսելու։ Ինչի համար է պետք խոսելը, որպեսզի մենք իրար հետ շփում ունենանք։ Լեզվի միջոցով, խոսքի միջոցով շփում պետք է լինի։ Նույնպես մենք տեսնում ենք Աստծո խոսքի մեջ, որ սկզբում էր բանը։ Բանը Աստծո մոտ էր եւ բանը Աստված էր։ Ամեն ինչ նրանով եղավ եւ ոչինչ չեղավ առանց նրա։ Եվ բանը հետո մարմին դառավ, բանը խոսքն է։ Եվ մենք տեսնում ենք, որ խոսքը քարոզվում է լեզվի միջոցով։ Մենք տեսնում ենք, որ բարի խոսքերը խոսվում է լեզվի միջոցով։ Նույնպես մենք տեսնում ենք խոսքի միջոցով քարոզվում է ատելության խոսքը։ Նույնպես տեսնում ենք լեզվի միջոցով սպանություն է կատարվում։ Ոչ թե ֆիզիկապես, այլ լեզվով։ Որովհետև Աստծո աչքերի առաջ ֆիզիկական սպանությունը եւ լեզվի սպանությունը կամ սրտի մտքի ատելությունը, որը որ հավասար է նույն սպանությանը։ Ու մենք տեսնում ենք, որ իրոք լեզուն մի օրգան է,
մարդու մոտ մեջ դրված, կամ օրտություն ալ իրան լինելու, կամ անեծք ա իրան բերելու, կամ բերելու օրտություն, կամ բերելու անեծք, որովհետև Աստծո խոսքը մեզ խոսում ա լեզվի մասին, որ ամեն մարդ իր բերանի պտուղներից կկշտանա բարիքով կամ չարիքով։ Ամեն մարդ իր բերանի պտղից կկշտանա, որովհետև մարդ ինչ խոսում է, նա էլ ուտելու է, որտեղ մարդը կշտանում է երբ որ ու ասում է բերանի պտուղներից կկշտանա, առակաց գրքում ա գրված։ Այդտեղ ուզում եմ կարդալ։ Այդ չէի նախատեսել հենց այդ տեղը, բայց առակաց 18-րդ գլուխ 20-րդ խոսքը։ Մարդից բերանի պտղից կկշտանա նրա փորը։ Բերանի պտուղը ինչն է։ Կկշտանա նրա փորը։ Նա կկշտանա իր շրթունքների արդյունքից։ Նա կկշտանա իր շրթունքների ինչից։ Ահա։ Ու հիմա մենք երբ որ մտածում ենք, երբ որ մենք մի բան ենք ասում ուրիշին, ով է կշտանալու, ուրիշը թե ես։ Ես ինչ խոսում եմ, կշտանալու է իմ փորը։ Ամեն մարդու բերանի շրթունքներ կշտացնելու է իր փորը։ Ուրեմն ով ինչ ասի, երեխա վաղտով ասել, ինչ ասեցիր քեզ կպնի։ Այդ ասելով էլ չի, ուղղակի մենք պետք է գիտակցենք։ Գիտակցենք մի բան, որ մեր շուրթերը, ինչպես Երեմիա մարգարեության մեջ նայեք ինչ է խոսում։ Աստված Երեմիային որպես մարգարե, մենք կարող ենք ասել դե Երեմիային որպես մարգարե օծեց կպավ իր շուրթերին, որ Աստծո խոսքը այո քարոզվի, չէ՞, մեր շուրթերին չի կպե Աստված, որ Աստծո խոսքը քարոզենք։ Սուրբ Հոգու տաճարով է հանդիսանում այստեղ։ Մարդ կա, որ հանդիսանում Աստծուն կրող մարդ, որ այստեղ է եւ Աստված իր կյանքում է ապրում։ Դա նշանակում է ինչպես կարա մի աղբյուր երկու տեսակի ջուր տա։ Ոչ, մեր շուրթերը կանչված է օրտելու Տիրոջը, քարոզելու ավետարանը, մենք Սուրբ Հոգու տաճար ենք եւ Աստծո խոսքը ասում է ձեր փորից կբխի կենթանի ջրերի գետեր։ Կենթանի ջրերի գետեր, ոչ թե թույնով լցված գետեր։ Չի կարա երկու տեսակի ջուր, մի աղբյուր երկու տեսակի ջուր տա։ Այնպես որ Աստված մեր մեջ է եւ մեր աղբյուրը կենթանի աղբյուր է եւ մեր ներսից կենթանի ջրերի գետեր պիտի բխի եւ մենք գիտենք որ ջրերը բխելուց ոռոգում են եւ երկիրը սարքում են պտղաբեր։ Երկիրը սարքում են կամ պտղաբեր, կամ էլ ջրերից կախված է ինչ կլինի։ Մենք տեսնում ենք Աստվածաշնչում շատ տեղեր, որ օրինակներ, որ հիշում եք միտեղ կար, որ երկրի դիրքը, քաղաքի դիրքը լավ էր, բայց քաղաքը պտուղ չէր տալիս։ Իաս գրված է ջրերի պատճառով, ջրերը դառն էին։ Եվ ինչ անում մարգարեն, ասում է ինձ մի կավե աման բերեք, մեջը աղ դրեք եւ որից հետո խառնում է ջրերի հետ ու Աստված բժշկում է ջրերը եւ երկիրը սարքում է պատղաբեր։ Նույնպես ուրիշ տեղ էլի տեսնում ենք ջրերի պատճառով էլի Աստված հրաշք անում եւ երկիրը դառնում պատղաբեր։ Ջրերը բժշկելուց հետո, երբ որ բժշկվում է ջրերը, այդ ջրերը երկիրը դարձնում են պատղաբեր։ Ուրեմն ջրերից է կախված պատղաբերությունը կամ էլ անպատղաբերությունը։ Հիմա ինչպիսի ջրեր է մեզանից հոսում, այդ էլ դարձնելու է մեր շուրջը։ Եթե մեր շուրթերից բխում են բացասական խոսքեր, մեր շուրթերը խոսում է ավելի քանդող, ինչպես նայեք Երեմիա 1-9-10 խոսքում ասում է. Եվ Տերը մեկնեց իր ձեռքը եւ դպավ իմ բերանին, ով կարիք ունի, որ Տերը հպվի իր բերանին։ Այդ դիպչելը բժշկություն է բերում։ Եկեք նայենք, որ գիտեք, երբ որ Տերը կպնում է, արմատից բժշկվում է։ Շուրթերի ու լեզվի արմատը գալիս է մինչև սիրտ, որտեղ խոսքը ասում է սրտի ավելացածից խոսում է, ուրեմն արմատային բժշկությունը, էդի կա, չէ, կեղծավոր խոսք, ով է լսե կեղծավոր խոսքի մասին։ Կեղծավոր խոսքը ինչ է, սիրտը ցանկանում է ուրիշ բան, խոսում է այլ բան։ Այսինքն ներսի ցանկություն եւ խոսքը չի բռնում իրար, դա կեղծն է։ Բայց սրտի բժշկությունը երբ որ կա, սրտի բժշկված վիճակից երբ որ խոսում է շուրթերը, դա կեղծը չի, դա ճշմարտությունն է, դա իրականն է։ Ուրեմն Աստված ուզում է որպեսզի մեր կյանքի մեջ
կենդանի ջրերի գետեր մեզանից հոսի եւ մեր շուրթերը խոսի կառուցող բաներ։ Նայեք ինչպես խոսք ասма, Տերը մեկնեց իր ձեռքը, դիպավ իմ բերանին եւ Տերն ինձ ասեց. ահա ես իմ խոսքերը քո բերանում դրի։ Տես, ես քեզ այսօր ազգերի վրա, թագավորությունների վրա նշանակեցի, որ խլես, պոկես, փչացնես, կորցնես։ Դա սրա լավը որն է։ Խլես, պոկես, փչացնես, կորցնես։ Ուրեմն այս երկրի վրա կա բաներ, որ պետքա փչացնես, կորցնես, այդ որոնք են, այն ինչ որ սատանայից է։ Այն ինչ որ սատանան է կառուցել, Աստված քեզ տալիս է իշխանություն պոկելու, փչացնելու, քանդելու, այդ իշխանությունը ամեն հավատացողին է տրված։ Մենակ հովիվ ինչ է։ Ամեն հավատացողին տրված է իշխանություն խավարի զորության վրա։ Իսուս ասեց իմ անունով դևեր կհանեք, նոր լեզուներ կխոսեք, հիվանդների վրա ծեր կդնեք, հիվանդները կբժշկվեն, ում ով հավատաց այս նշանները կհետևի։ Մարկոսի 16։ Ով հավատաց։ Եվ մենք տեսնում ենք նույնպես շարունակության մեջ, խլես, պոկես, փչացնես, կորցնես, հետո ասում է, որ շինես եւ տնկես։ Նույնպես լեզվի խոսքի միջոցով շինվում է եւ տնկվում է։ Լեզվի միջոցով դու սկսում ես կառուցել, լեզվի միջոցով դու սկսում ես խոսել, լեզվի միջոցով սկսում ես շինել, շինել այն ինչ որ Տիրոջ կամքի համաձայն է։ Ամեն, քարոզել ավետարանը դա Աստծո կամքն է, որովհետև ավետարանը քարոզվելու միջոցով մարդկանց կյանքերում գալիս է հավատք, հավատքի միջոցով էլ մարդիկ փրկվում են։ Ով հավատաց նա կփրկվի։ Եվ Պողոսը գրում է Հռոմեացի թղթում, ինչպես հավատան, որ չեն լսում, ինչպես լսեն առանց քարոզողի, ուրեմն Աստված քարոզողին օգտագործում է։ Շուրթերը քո օգտագործում է, որ քարոզվի այս ավետարանը, բարի ավետարանը, ավետարանը, որը բարի է, ավետարանը, որը զորությամբ լի է, ավետարանը, որ հույս է տալիս, ավետարանը, որ բժշկություն ու փրկություն է բերում մարդկանց կյանքի մեջ։ Ավետարանը։ Եվ ես եւ դու կանչված ենք խոսելու մարդկանց կյանքի մեջ ավետարանը, խոսելու մարդկանց կյանքի մեջ Աստծո կամքը, որը Աստծո խոսքն է, որովհետեւ Աստծո խոսքն այն միակ բժշկարար խոսքը, որ կարա փոխի մարդու կյանքը, որ կարա շիրի մարդու կյանքը, որ կարա բերի օրհնություն մարդու կյանքի մեջ, դա միայն Աստծո խոսքն է։ Եվ ես եւ դու կանչված ենք Աստծո խոսքը, Աստծո կամքը տարածելու։ Մեր շուրթերով, մեր լեզվով։ Ուրեմն լեզուն մեզ տրված Աստծո արդարությունը քարոզելու համար։ Նայեք Սաղմոս 35-րդ Սաղմոսում ինչ է ասում։ 28-րդ խոսքը։ Սաղմոս 35:28։ Եվ իմ լեզուն թող պատմի քո արդարությունը եւ ամեն օր քո գովասանքը։ Իմ լեզուն պատմի քո արդարությունը, Տեր։ Ինչքան կարևոր է մեր լեզուն պատմի Տիրոջ արդարության մասին, պատմի։ Գիտեք ինչի, որովհետև սրտի ավելացածից խոսում է լեզուն։ Այնքան կարևոր է, որ քո սիրտը լցված լինի Տիրոջ զորությամբ, Տիրոջ ներկայությամբ։ Սիրտ, որտեղ որ պիտի ապրի Տերը։ Սիրտ, որտեղ որ պիտի գրված լինի Աստծո խոսքը, լցված լինի Տիրոջ զորությունը։ Ամեն։ Մենք որտեղ ենք տեսնում, որ սրտից է, չէ՞, դուրս գալի խոսքերը։ Մատթեոսի ավետարան 12-րդ գլխում Հիսուսը փարիսեցիներին հանդիմանում է 12:33 խոսքից։ Կամ ծառը բարի արեք, եւ նրա պտուղն էլ բարի, կամ ծառը չար արեք, նրա պտուղն էլ չար, որովհետև ծառը պտղից կճանաչվի։ Ծառը ինչ արեք, բարի, պտուղ ինչ կլինի։ Եթե ծառը չար է, իր պտուղը ինչ կլինի։ Հիմա մենք հասկանում ենք ծառի էությունից է կախված պտուղը։ Իսկ հաջորդ խոսքը 34-ը ասում է իջերի զավակներ, նա խոսում է կեղծավորության մասին։ Դուք ինչպես կարող եք բարի խոսել, որ չար եք։ Ուրեմն համեմատումը ծառը, որովհետև սրտի ավելացածից կխոսի
Ուրեմն սիրտը համեմատում է ծառի հետ, պտուղը խոսքի հետ։ Ծառը բարի արեք, պտուղը բարի կլինի։ Ծառը չար արեք, պտուղը չար կլինի։ Ասում են ինչպես կարող եք բարի խոսել, որ չար եք։ Ուրեմն սրտի ավելացածից խոսում եմ, ուրեմն խոսքերը շատ ուղիղ կապ ունի սրտի հետ։ Այն որ ասում բերանից ես թռավ, չի ուզում ասեմ։ Լցվեց ու ասեց, թռավ, ոչինչ, ավելացավ, թռավ։ Ավելացածից է թռնում, չեղածից ոնց կթռնի։ Եթե ես չունեմ, կարամ տամ։ Եթե տվեցի, ուրեմն ունեի, ավելացածից տվեցի։ Բայց դու կանչված ես լինելու օրհնություն, կանչված ես լինելու մարդկանց համար հույս տվող խոսքերով, հա, ոնց որ ասած, մարդ, որը որ հույս կտա, մարդ, որը որ կնշի ուղին փրկության, մարդ, որ ցույց կտա երկնքի արքայության տեղը, որը Քրիստոսով է, որ ցույց կտա Քրիստոսին, կներկայացնի Քրիստոսին։ Ես եւ դու պատճառը որն է որ պետք է այդպես լինի, որովհետեւ մեր սրտում ապրում է Աստված։ Մեր սրտում ապրում է կենթանի Տերը։ Եվ ինչպես կարող է Աստված լինի մեր մեջ եւ այդ Աստծո խոսքը չհոսի մեզանից։ Եվ Աստված չբարձրացնի, Աստված իր խոսքով չօգնի։ Ով է հավատում, որ Քրիստոսը իրան գտել է։ Իսկ ինչ որ մեկով գտավ, չէ՞։ Ինչ որ մեկը քեզ քարոզեց։ Ում է հրեշտակ քարոզել, մարդ չէ, հրեշտակ եկել է, ասել է արի ու քեզ բերել է, ձեռը բռնած բերեց եկեղեցի։ Կամար որ հրեշտակն է իրան բերել։ Չէ։ Իսկ ով է քեզ մարդ բերել։ Ում է մարդ բերել։ Բայց ով է համաձայն, որ այդ մարդու միջոցով Աստված է գործել։ Դա նշանակում է ես եւ դու կանչված ենք ուղղորդելու մարդկանց դեպի Քրիստոսը։ Եվ մենք պետք է լինենք օրիգինալ։ Օրիգինալը գիտեք որն է։ Կեղծ չէ։ Երբ որ սիրտը ուրիշ է, շուրթերը ուրիշ է խոսում, դա կեղծն է։ Կեղծը մի օր երևում է։ Կեղծ խոսքերը զորություն չունեն, բայց իրական խոսքերը զորություն ունեն։ Երբ որ դու քո սրտից խոսում ես, երբ որ դու պատմում ես ով է Քրիստոսը քեզ համար ու ինչ արել քեզ համար Քրիստոսը, դա կեղծ չի, դու քո ապրածից ես խոսում։ Ով ունի վերապրում Աստծուց, վերապրում, որ ինքը Աստծո հետ վերապրում ունի, Աստծուն սիրում այդ դու խոսում ես քո իրական վերապրումից մարդկանց։ Դու չես խոսում, հա, ինչ որ մի բան, որ դու չունես։ Դրա համար դա օրիգինալ խոսք է, դա կեղծ խոսք չի։ Դու գիտես ով է Քրիստոսը քեզ համար ու ինչ արել քեզ համար, ու դու սիրում ես Տիրոջը, դա կեղծ չի, դա իրական ու իսկական է, քո ներսից է, քո սրտից է։ Դրա համար խոսքի մեջ զորություն է լինում։ Դրա համար ավետարանը զորությամբ է քարոզվում, որովհետև դա ուղղակի կեղծիք չի։ Դա մի բան չի, որ դու չես ապրում, դու ապրածից ես խոսում։ Ամեն։ Այնպես որ եկեք նայենք մի ուրիշ բան, նույնպես մի ուրիշ տեղ։ Հակոբոսը շատ խոսում է ինչի մասին, հələ տեսեք ինչեր է ասում։ Լեզվի հիվանդություն կա, չէ՞, բժշկական բանի մեջ ախտորոշում, ախտորոշումը ասում է հիվանդության մասին, ախտորոշվում է հիվանդությունը, հետո գնում է բուժում։ Հիմա նայեք ինչպիսի սիմպտոմներ ունի լեզվի հիվանդությունը։ Սիմպտոմներից երևում է հիվանդա սիրտը թե չէ։ Որտեվ լեզուն սրտի ավելցուկից խոսում է։ Հիմա սիմպտոմներ, նայեք տեսեք լեզուն ինչ սիմպտոմներ է ցուցադրում։ Ուրեմն առակա ներեցեք Հակոբոս առաքյալի թուղթը 3-րդ գլուխ 2-րդ խոսքից գրված է, որովհետև շատ բաներով մեղանչում ենք ամենս։ Մեղանչելը որն է։ Մեղք են գործում, շատ բաներով, չէ։ Ով գիտի, որ կատարյալ եկեղեցի չկա։ Ինչի։ Որտեվ ես կատարյալ չեմ, իսկ ով է այստեղ կատարյալ։ Ոչ ոք։ Ուրեմն մենք կատարյալ չենք, սա եկեղեցին է, եկեղեցին կատարյալ չի։ Եթե դու գտնես մի եկեղեցի, որ կատարյալ է, հենց մտար այդ եկեղեցի էլ կատարյալ չի։
Բայց գիտեք հետարքիրը որն է։ Մենք գնում ենք կատարելության։ Եկեղեցին գնված է Հիսուսի արյունով, Հիսուսի արյունով մենք սրբվել ենք, մաքրվել ենք։ Նա մեզ մաքրել է սուրբ իր արյունով։ Բայց մեզ սրբացնում է իր խոսքի միջոցով, տանում է փառքից փառք, զորությունից զորություն։ Մենք գնում ենք, հա, խոսքը մեզ բժշկում է ու տանում է դեպի սրբության ճանապարհի մեջ։ Ուրեմն նայեք, եւ այստեղ ասում ամենքս մեղանչում ենք։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է։ Մեկը ինչով չի մեղանչում, այդ չի նշանակում, եթե մեկը խոսքով մեղ չի գործում, բայց վարքով ուրեմն կատարյալ է։ Չէ, դրա մասին չի խոսում։ Բայց գիտեք ինչի մասին է խոսում։ Ամենադժվար կառավարվող օրգանը դա։ Եթե մարդը կարացավ լեզուն իր սանձի, ուրեմն մնացածն ինչա որ չկարանա անի։ Խոսում այ դրա մասին, ոչ թե մենակ մարդը ինչ ասես կարա անի, բայց լեզվով լեզուն իր զուսկ պահի, ուրեմն կատարյալ է, ոչ, այլ այստեղ մենք հասկանում ենք մի բան, որ ամենադժվար կառավարվողը լեզուն է։ Եթե մարդը կարում է լեզվի վրա, ուրիշի չէ, իր լեզվի վրա։ Կա չի ասում անենց բերնիդ կգամ, կներեք ես արտահայտության համար, այսինքն քո լեզվի վրա նենց կգամ, մի հատ էլ ես նենց մի բան կասեմ, այդ մասին չի խոսում։ Այսինքն սկսեցին իրար օրտնել ճակերտների մեջ։ Կա չի քրիստոնեական սրտանց ասում, սենց լեզվով ասում դու օրտնված ելնի ինքը։ Սենց գիտի որ պիտի օրտնի, բայց ներսով սրան ինչ օրտնեմ, օրտնված ելնի, էդի կեղծն է։ Հիշում եք, սիրտ ուրիշ բան, լեզուն ուրիշ բան։ Բայց նայեք, եթե մեկը լեզվով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարող է իր բոլոր մարմինը սանձահարի։ Ինչի? Ինչի, որտեվ եթե լեզվի վրա կարա, իր ամբողջ մարմնի վրա կարա։ Լսել եք, չի ասում լեզուն ոսկոր չունի։ Այն մնացած տեղ ոսկոր կա։ Բայց լեզուն ոսկոր չունի։ Եթե լեզվի վրա կարող ես, բումա ամբողջ մարմինդ կարող ես։ Ու հետո օրինակ է բերում, տես ձիերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք հնազանդեն մեզ։ Եվ նրանց բոլոր մարմինը կառավարում ենք։ Ահա նավերն էլ, որ այսչափ մեծ են, սաստիկ քամիներից քշվում են, մի փոքր ղեկով կառավարում են, որ կողմը, որ ղեկավարի միտքը։ Այնպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծ բաներ է խոսում։ Տես մի փոքր կրակը որքան բան է վառում։ Լեզուն էլ կրակ է այդ անիրավության աշխարհը։ Այնպես էլ լեզուն դրված է մեր անդամների մեջ, որ նա բոլոր մարմնին ապականում է եւ կրակով վառում մեր գոյության անիվը։ Եվ ինքը բորբոքված է գեհենից։ Ինչ ենք տեսնում, որ Լավ, շարունակեմ խոսքը, որ հետո անցնենք առաջ։ Որովհետև գազանների, թռչունների, սողունների, ծովում լինողների բոլոր բնությունը նվաճված է եւ նվաճվում է մարդկանց բնությունից։ Մարդուց բոլոր կենթանական աշխարհը նվաճվում է, չէ՞։ Կենթանիներին բռնում են, կենթանիներին հնազանդեցնում են, կենթանիների վրա չէ, մարդը նվաճում է։ Բայց մարդկանց լեզուն ոչ ոք չի կարող նվաճել։ Մի անզուծ չարա լցված մահաբեր թույնով։ Պատճառը սիրտն է։ Հիշում եք, ասում են սրտի ու լեզվի մեջ ուղիղ կապ կա։ Նրանով օրտում ենք Աստծուն եւ Հայրը, եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ Աստծո նմանությունով ստեղծված են։ Հիշում եք, կեղծի մասին էի խոսում։ Միևնույն բերանից դուրս է գալիս օրտություն եւ անեծք։ Պետք չէ եղբայր, որ սա այսպես լինի։ Այսի մենակ եղբայրներին չի։ Այս բոլորին է վերաբերում։ Պետք չի, որ այդպես լինի։ Միթե մի աղբյուր նույն ակնից քաղցր եւ դառը ջուր կբխի։ Միթե կարելի է եղբայր, որ թզենին ձիթապտուղ բերի կամ որդը թուզ, այնպես էլ աղի աղբյուրը չի կարող քաղցր ջուր հանել։ Ով է ձեզանում իմաստուն եւ խելացի թող իր բարի վարքով ցույց տա իր գործերը իմաստության հեզությունով եւ այլն։ Ուրեմն ինչ ենք տեսնում, չկա, այդ երկակի խաղը չկա,
Դա խաղ է։ Դա իրականություն չի, եթե կա երկակի խոսք։ Գիտեք, երկլեզու ինչ է նշանակում, ասում են երկլեզվանի։ Երկակի խոսք ունեցող։ Տեղն եկած վախտը շողոքորթում է։ Տեղն եկած վախտը տեղն է դնում։ Երկակի լեզու, ասենց լեզուով ունի։ Դա մարդու համար չի ստեղծված։ Մարդը մի լեզու պետք է ունենա։ Լեզու, որ օրտում է Տիրոջը, լեզու, որ շինություն է բերում մարդկանց, որովհետև արմատը ներսից սրտից, իսկ սրտում ապրում է Աստված։ Աղբյուր, որ պետք է բխի ու ապրեցնի, բխի ու բերի կյանք, որովհետև Աստված կյանքի Աստված է։ Գիտեք, ես ինքս բանակից հետո իմ լեզվի վրա շատ էի աշխատում։ 2 տարի լեզուտ ուրիշ բան է խոսացել։ Ես ասեմ աշխարհիկ եմ եղել։ Ես շատ անգամ վատ խոսքեր էի խոսում։ Բայց ես բանակից հետո մտել եմ եկեղեցի, իմ լեզուն փոխվել է, որտեղ սիրտն է փոխվել։ Բայց գիտեք այն ժամանակ ես չէի կարում իմ լեզվի վրա։ Իրոք չէի կարում լեզվիս վրա։ Որովհետև սրտից էր էդի։ Լցված վիճակից էր էդի։ Մարդը չի կարա ճյուղերը կտրտի, առանց արմատը փոխելու մտածի էլ պտուղ չի տալու։ Այդ ճյուղը նորից աճելու է, որտեղ արմատից է զորությունը գալիս։ Բայց եթե արմատն է փոխվում, ճյուղերն էլ է փոխված, պտուղն էլ է փոխված։ Ամեն։ Դրա համար Աստված գալիս է մեր սրտի ամենախորը տեղ ու փոխում է մեզ ներսից։ Ով է հիշում Թումանյանի այն խոսքերը, որ ասում է մենք ներսից ենք փչացած, ներսից էլ պիտի գա փրկությունը։ Ու գիտեք, մարդը ամենախորքից փչացավ, մեղքը մարդուն փչացրեց ամենախորքից, ամենաներսեությունից։ Դրա համար ոչ թե Աստված, որ գալիս է մեր կյանքի մեջ մեզ նորոգում է, չէ, գալիս է մեզ նոր մարդ է անում։ Որտեվ այդ այնքան է փչացած, որ սարքել չի լինում, պետք է ուղղակի նորը։ Կա չէ, բան որ փչանում ասում են էլ է սարքել չի լինի։ Մարդը այդքան փչացավ, որ չի սարքվում։ Դրա համար Հիսուսով ամեն հներն անցավ ու ամեն բան նոր եղավ։ Մենք նոր արարած ենք Քրիստոսի մեջ։ Մենք վերստին ծնունդ ենք ունենում խոսքով, Քրիստոսի մեջ։ Եվ մենք դառնում ենք նոր արարած, որ հները մեզ համար այլևս խափանված էլ չկա, մեր հին մարդը Քրիստոսի հետ մեռավ, եւ մենք նոր մարդ ենք Քրիստոսի հարության զորության մեջ։ Եվ մենք նորը լինելով փոխվում է մեր շուրթերը, փոխվում է մեր մտածմունքները, փոխվում է, մենք սկսում ենք սովորել, այդ նորը մեր սկսում է մեծանալ, սկսում է աճել, այդ նոր արարածը սկսում է հասկանալ, ինչպես երեխան աշկերը բացում է, տեսնում է իր ծնողին ու սկսում է նմանվել իր ծնողին, այդպես է թե չէ։ Եթե ծնողի հետ շատ է շփվում, ծնողի հետ է նմանվում, փողոցի հետ է շատ շփվում, փողոցին է նմանվում։ Ով է տեսել երեխեք, որ հենց շարժ ու ձևով հələ ասել է տոշնի հոր կտորնա։ Կա տենց։ Տեսել եք, չէ՞, որ ոնց լրիվ անում է լրիվ հոր շարժ ու ձևը, բան, որտեղ տեսել, սովորել եւ այլն։ Այո, մենք պիտի մեր հոր կտորի պես լինենք։ Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով, իր նմանությամբ։ Մենք վերստին ծնվեցինք եւ մենք պետքա ճանաչենք Տիրոջը, ճանաչելության process-ի մեջ ենք մենք աճում եւ նմանվում Տիրոջը։ Ամեն, բայց մենք ունենք վերստին ծնունդ։ Մեր էությունը փոխված էություն է։ Բայց մեր հին մարդը, հին էությունը, մեր մարմինը, այս մարմինը երկնքի արքայությունը չի ժառանգում։ Այս մարմինը ասում է, լսի, ոնց թե ծոմ պահի։ Այս մարմինը ասում է, ոնց թե քեզ նեղեցին։ Այս մարմինը չի սիրում նեղվել, այս մարմինը չի սիրում, հա? Շատ բաներ չի սիրում, բայց դու նվաճում ես քո մարմինը։ Իսկ մարմնի մի անդամ լեզուն է։ Եթե լեզվիդ վրա կարացար, մարմինն ինչ է։ Ամեն։ Ուրեմն սրտիդ վրա աշխատի, լեզվիդ վրա կկարողանաս։ Եթե սիրտը սկսում է նորոգվել, սիրտը սկսում է փոխվել, լեզուն կփոխվի։ Ամեն։
Ուրեմն ձիու սանձ ինչ ենք տեսնում, կառավարվում է սանձով ամբողջ ձին։ Մենք տեսնում ենք նավի ղեկ, մեծ նավեր կառավարվում են մի փոքր ղեկով։ Գիտեք, երբ որ նավը դուրս է գալիս պորտից, պետք է հասնի նավահանգիստ։ Հա? Այս կետից դուրս է գալի, A կետից դուրս է գալի, պետք է գնա B կետ։ Այդպես է թե չէ։ Եթե ճանապարհին կուրսը շեղվեց, նավը չի հասնի նավահանգիստ։ Ուրեմն լեզուն կառավարում ամբողջ նավի ուղղությունը, որ հասնի վերջին։ Ով գիտի, որ մենք պետք է երկինք լինենք։ Լեզվիցը դա կախված, այնտեղ կհասնես թե չէ, կուրսը որոշում է։ Եթե կուրսը ճիշտ է, կհասնես տեղ։ Լեզվով չմեղանչողը կատարյալ մարդ է, իսկ այնտեղ ովքեր են ելնում, կատարյալները։ Ամեն։ Դրա համար եկեք մեր սրտի վրա, աշխատենք եւ մեր լեզուն կսանձենք, եւ մեր լեզուն կկառավարվի, լեզուն կկառավարի մեր ամբողջ մարմինը, մեր լեզուն չի շեղվի, մեզ չի շեղի կուրսից։ Ամեն։ Փոքր կայծ, որ վառում է մեծ կրակներ, նույնպես համեմատում է Հակոբոսը։ Փոքր կայծը, որ մեծ անտառների, հրդեհների պատճառ է դառնում։ Անգամ լինում է հրդեհներ, որ մարդու կողմից չի կարող, անհնարին է լինում այդ հրդեհները կանխել։ Ուղղակի պետք է բնական, անձրև, ուժեղ, որ լինի։ Մարդը էլ չի կարողանում ընդդիմանալ, որովհետև այնքան իր չափերով մեծացել է, մարդը չի կարողանում էլ այդ կրակի դեմ կանգնի։ Ես տեսել եմ ոնց որ ասած պաժար, ոնց որ այդ որ հրդեհ, որ բռնկվել էր, ուղղակի պաժարնիկները չկարողացան ոնց որ ասած հրդեհը։ Ինքը մարվեց, ինքն իրանով էլ հանգավ։ Всё, ոչնչացավ։ Այսինքն կան կրակներ։ Դրա համար այդ կայծը, ու ասեմ մի ամեն մի մեծ հրդեհներ մի հատ փոքր կայծից է սկսում։ Ու լեզուն համեմատվում այդ կայծի հետ, որ մեծ հետևանքներ է ունենում, կործանարար։ Եկեք այդ կայծը ուղղակի չլինի։ Եթե կայծ չլինի, պայթյուն էլ չի լինում։ Նստած է բարութի տակառի վրա ու լուցկով խաղում է։ Դա վտանգավոր է։ Ամեն։ Հիմի սիմպտոմներից խոսեմ լեզվի։ Հա։ Շատախոսություն։ Հենց դեմ է շատախոսություն, հասկանում ես, որ մի բան են չի։ Ինչի, որտեվ Աստծո խոսքն ասում, Առակաց 10:19-ը։ Շատախոսության մեջ հանցանքը պակաս չի լինի, բայց իր շրթունքները զսպողը խելացի է։ Շատախոսության մեջ հանցանքը պակաս չի։ Ուրեմն ավելի լավ է չի խոսես շատ, տրված է 1 բերան, 2 խոսելուց առաջ 1000-ը չափի, ասма տակ գլխով մի ինչի, որովհետև դու ներսիդ պաժարը մի հատ հանգցերու, եթե պաժարը հանգե, կա չէ, ուրիշից եկած կայծ, որ քո սիրտը պաժար է տալի։ Թշնամին էլ կրակոտ նետեր է ուղարկում, Աստծո խոսքն է ասում։ Մի հատ կրակոտ նետ ու ներսդ պաժար ընկավ։ Հենց պաժար անգնում տակ ես էլ։ Մի քեզ մի անգամից տար ջերերի մոտ։ Մի հատ թշոցը հանի ու նոր սառը գլխով Աստծո կամքի համաձայն խոսիր։ Ես չեմ ասում կրակոտ նետեր չի գալու։ Կգա։ Բայց հավատքիդ վահանով դատարկախոսությունը գիտեք ինչ է, փուչ բաներ, դատարկ, ասենց ամբաղ զամբաղ։ Մատթեոս 12:36 Բայց ասում եմ ձեզ, թե ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսեն, դատաստանի օրը հաշիվ պիտի տան։
ամեն ինչպիսի խոսքի համար, դատարկ խոսքի համար, դատաստանի օրը, երբ որ դու գիտես կանգնելու ես հաշիվ տաս, նորից դու ծանր ու թեթև կանես, ծանր ու թեթև բառը հենց խոսում է, դատարկը միշտ թեթև է, լիքը միշտ ծանր, ծանր թեթև արա, նոր խոսի, ամեն, բամբասանք, գիտեք բամբասանքը մի բան է, որ ոչ թե վնասում է մենակ քեզ, այլ վնասում է բոլորին, բամբասանքը մի բան է, որ վնասվում ես ոչ թե մենակ դու, այլ վնասվում է բոլորը, մի հատ սենց օղակ կա, բամբասանքի բոլորն են վնասվում, դրա հետ մեկտեղ էլ իրանց կողքն էլ հետը, բամբասանքը շատ ահավոր երևույթ է, բայց բանսարկուն մենք պետք է իմանանք, որ սատանան է, որտև հայտության մեջ ասում է, վայր ընկավ եղբայրների չարախոսը, բանսարկուն, որը սատանան է, վայր ընկավ, եղբայրների չարախոս, բան սարկու, բան սարքող, խոսք սարքող, ավելացնող, չափազանցնող, մի բան ասեմ մարդու չասես, ես ճիշտն եմ ասում, լավ, ով է լսել, հոսուտ բան չասեցի, եղածն եմ ասում, ճիշտն եմ ասում, կա չէ, ճիշտն եմ ասում, ես ուզում եմ հիմա դու մի լավ մի հատ սենց հասկանաս, ինչա ճիշտ, ով գիտի ինչա ճշմարտություն, խնդրում եմ ասեք ինչա ճշմարտություն, ուրեմն Քրիստոսն է ճշմարտությունը, Աստծո խոսքն է ճշմարտությունը, ամենաճիշտ պատասխանն է դա, այո, դա այդպես է, Հիսուսն է ճշմարտությունը, ով է Հիսուսը, խոսքն է Հիսուսը, ուրեմն Աստծո խոսքն է ճշմարտությունը, Աբո ջան, կարելի է, հələ արի, հիմի, Աբոս ինչ-որ մի բան արել է, որը որ վատ է, վատ բան է արել, ես ասում եմ ճիշտ եմ ասում, հիմի, էդի ճիշտն է, թե իր արած սխալը, ճիշտը Հիսուսն է, ճիշտը Աստծո խոսքն է, երբ որ ես սկսում եմ իր արած սխալն ասեմ, էդի ճիշտն է, ուրեմն ես եղա սխալը տարածող, իսկ ինչա ճիշտը, սերը ծածկում է մեղքերի շատությունը, էդի Աստծո խոսքն է, հիմի սխալը արե, ես ինչ ունեմ, սեր, Աստված ծածկում է, ես եթե ծածկել եմ են սերը, որ իմ մեջ կա ու արդեն ծածկել է, ինչ կխոսեմ, ճիշտն եմ ասում, պատկերացրիք, բամբասանքը հենց է ճիշտն եմ ասում, որը ճիշտը չի, և դա քանդում է և հարաբերությունները, և մարդկանց մոտ, ում մոտ են եկել հեչ մեկից խոսած է, եղել է, չէ, անկախ քեզանից դու տրամադրվել ես, բայց մինչև այդ քո համար ամեն ինչ դուզեր այդ մարդը, այդ ինչ թունավորեցին, որտև լեզուն մի անզուսպ թույն է, մահաբեր թույն է, լծված չարով, իսկ Աստծո խոսքը հակաթույնն է, սերը, որ ծածկում է մեղքերի շատությունը, ասում Աստծո խոսքը, ու դրա համար մեզ պետք է, գիտեք նույնպես ինչա բամբասանքը, խոսալ մի երրորդի մասին, որ ներկա չի, հենց կգան քո մոտ խոսալու, ասա զանգեմ կանչեմ 3-ով խոսանք, ով կորոշի տենց անի, հենց խոսան երրորդի մասին, լավն էլ խոսան, ասա արի իրա մոտ խոսանք, արի զանգեմ կանչենք, հəլ տենամ ինչ ընթաց կգնա, ու մի անգամից կկտրվի, ամեն, հլարատ ես ոնց է շահելու, կամ, գիտես ինչ, քեզ կասեն, լավ ես մարդու մոտ չի լինում խոսալ, ու դու կհասկանան, որ դու բամբասանքի մեջ չկաս, սուտն էլ է չէ լեզվի միջոցով, բայց բացահայտ սուտ հո չեն ասում, սուտը գիտեք ոնց է սուտը տարածվում, հիմա էլ ալիքին բերեմ օրինակ, լավ,
Հիմա էլ ալիքը, օրինակի համար, ալիքն է, դե նստած մնա ալիք ջան։ Հիմա ալիքը ինչա, ձեռին խաչ արել, ինչ որ մի բան արել է, որ պետք է հիշի։ Տենց է թե չէ։ Այդ նշան ես արել, որ չմոռանաս։ Էդի ջնջվող է։ Ես ճիշտ եմ չի ասում, որ խաչ արել։ Բայց չեք ասի, նորը նակոլկեն։ Ձեռի։ Խաչ։ Ճիշտ բան կա, բայց մի քիչ փոխած։ Մի բար փոխեցի։ Ուրեմն թե բան ավելացնելը, թե բան պակասացնելը, դա նույնպես սուտ է։ Գլուխ գովալը։ Այդ ամենը սուտ է։ Եվ ասեմ մենք շատ անգամ սուտը բացահայտ սուտ չենք ասում։ Մենք եմ ասում։ Մենք մի քիչ շտկելով, բանով, հա? Սվաղելով, փոխելով։ Եվ հենց սատանան էլ է այդպես գործում։ Ստի հայրը սատանան է։ Աստծո խոսքը ասում է ստի հայրը սատանան է։ Հիսուսն ասեց ես եմ կյանքը, ճանապարհը, ճշմարտությունը։ Այսպիսի բան կա, չէ՞, ասում են, հավատացել ես, դու սուտ չես ասի, կգաս հələ այս բանը, որ դու ճիշտը մեզի ասես։ Ասես համար խոսք տանող բերող չէ մայմա։ Չէ՞։ Ուրեմն սովետական միության ժամանակ մի հոգեգարստական եղբոր, որ բանտարկել էին հավատքի համար, Բերթի պետը կանչում է։ Ասում է, լսի դու հավատացյալ տղա ես, ասում է։ Դու սուտ բան չես խոսի, էլի, մի հատ պատմի ձեր Բերթը, ձեր կամերում ինչ կա, այդ ինչա կա այնտեղ։ Ինձ ասա, էլի։ Մի կանգնել է փաստի առաջ, չէ՞, գիտեք ինչ ասում։ Ասում է, ինչ որ տիրոջես փառք չի վերում, չեմ ասում։ Ես չեմ ասում հանցանք ծածկել։ Ես չեմ ասում օրենքը զանցանել, բայց ես ասում եմ իմաստուն լինել։ Որովհետև հետո երբ որ մտներ այդ կամեր, այդ տղեկի հետ ինքը այնտեղ ապրելու էր։ Այդ տղեկի, բայց այնտեղ այդ իրանց կամերը մարտնություն է գալի, ապաշխարում են, լիքը այնտեղ սկսվում է շատ բաներ, ավետարանն է քարոզվում եւ այլ բաներ է փոխվում, բայց ես ուզում եմ ասել դա էլ այն կողմից ոչ թե իրական ճշմարտությունը իմանալու ցանկություն էր, այլ նենգությունով ծուղակ սարքել էր։ Մենք պետք է իմանանք որտեղ լռել, դու կարող ես ճշմարտություն իմանաս, բայց լռես։ Որովհետեւ դու իշխանություն ունես ասելու կամ չասելու։ Դա նույնպես քո իրավունքների մեջ է մտնում։ Անկամ վկայություն տալը մարդ ասում է ես հրաժարվում եմ վկայություն տալուց, թեկուզ կարան ասма չէ, հանցանք չէ, ուղղակի ես չեմ ուզում։ Դա տարբեր ամեն իրավիճակի մեջ ես չեմ ասում մենք հանցանք ոչ, հանցանք պետք չի ծածկել, ընդհակառակը հանցանքները պետքա պատժվի։ Շողոքորթությունը գիտեք որն է։ Թևի տակեր լսեն որ քոպես մեկը չկա, բան, լավ ես, դու լավ ես զգում, լավ ես զգում, լավ ես զգում, քեզ բարձրացին շողոքորթություն, եկել հոп։ Շողոքորթ լեզուն քեզ ու սկսեցիր դու այդ մարդուն վստահել, սկսեցիր ինչ, ինքը ծուղակա քեզ համար պատրաստ է։ Ասեն շողոքորթ լեզվով քեզ շահում, ասում այդ հանգ մի հատ ստորագրի էլի վարկ ունեմ։ Հաբա քո համար ոնց կարող է ես անձս էլ դնեմ քո համար։ Հետո էլ ասես բայց ոնց անեմ տակից դուրս գամ, փախ չկա, չի եւ այլ, հա։ Շողոքորթությունով կարողացա։ Շողոքորթ լեզուն։ Գիտեք միշտ խափեփաները ամեն ինչ անում են սկզբից, որ դու հավատաս, որ իրանք քո համար քեզ կյանքը դնող են։ Վազեն քեզ համար։ Վազեն գո, սեն քո համար սենց, ձվածեղ անեն ձեռի մեջ, բերեն տան։ Շողոքորթ, բայց իրանց մեջ ասում են հələ աշկի տերևն, հələ սպասի 2 միլիոն հələ տես ոնց եմ։ Այդ վստահություն, դա շողոքորթությունն է։ Թե լեզվի մեջ, թե մյուսի մեջ, նա ծրագիր ունի։ Դա սատանայից է։ Շողոքորթություն։ Դա նույնպես լեզվի սիրտ ուրիշ բան է, լեզուն ուրիշ բան է խոսում։ Հիշում եք կեղծը։ Թեթևամիտ խոսք։ Հիշում եք դատարկախոսություն եւ թեթևամիտ խոսք։
Փուջ բանը եւ թեթև բանը տարբեր են։ Կա որ вообще դատարկությունը, խոսքերը, կա որ փուչը, հա, թեթևա։ Ուրեմն մենք պետք է ուշադիր լինենք մեր խոսքերի կշիռը, մեր խոսքերի իմաստը, մեր խոսքերի, որտեվ եթե մի բան դատար կա անիմաստ է։ Իմաստն է, որ քաշ է տալիս խոսքը, կշիռը։ Ու դա շատ կարևոր է, որ դու մտածես խոսելուց առաջ, ինչ ես խոսում։ Այդ խոսքը ինչ հետևանքների է բերելու։ Կրակ է գցում, թե բժշկություն է բերում։ Սպանում է, թույնը կա մեջը, թե կյանք կա մեջը։ Ով նորից եմ ասում, կյանքի խոսքերը էսա։ Խոսիր մարդկանց այս իմաստությունից։ Խոսիր մարդկանց այս խոսքերից ու մարդկանց կյանքերը կփոխվի։ Առակաց 4:23-ում դրա համար ասում է. ամեն զգուշությունից առավել զգուշացի քո սրտին, որովհետև նրանից է կյանքի ելքը։ Ամեն զգուշությունից առավել զգուշացի քո սրտին, որտև այդ սրտի ավելացածից խոսում է շուրթերը, նրանից է կյանքի ելքը։ Եվ մենք ունենք Հիսուսին որպես օրինակ մեզ։ Ես գալիս եմ ոնց որ ասած ամփոփմանը, եզրահանգմանը, հա? Ով ունենք մեզ օրինակ Հիսուսը։ Սաղմոս 45-րդ։ Երկրորդ եւ երրորդ խոսքերը։ Սիրտս բարի խոսք է բխում։ Ես ասում եմ, թե իմ քերթվածը թագավորի համար է։ Իմ լեզուն ճարտար դպրի գրիչն է։ Ճարտար դպրի գրիչն է իմ։ Ով այդ ճարտար դպիրը։ Աստված։ Մեր լեզուն պետք է լինի Տիրոջ ձեռքերի գրիչը։ Ոչ թե չարի ձեռքերի գրիչը։ Դու մարդկանց որդիներից գեղեցկագույնն է, սա արդեն մարգարեությունը Հիսուսի մասին։ Հա? Այն առաջի խոսքն էլ։ Տիրոջ լեզուն, Հիսուսի լեզուն, Սաղմոս 45, առաջի եւ երկրորդ։ Դու մարդկանց որդիներից գերագույնն ես, շնորհք է թափված քո շրթունքների վրա։ Սրա համար Աստված օրհնեց քեզ հավիտյան։ Շնորհքա թափված որտեղ շրթունքների վրա եւ Տիրոջ օրհնությունը հավիտյան։ Սա մարգարեությունը Հիսուսին։ Հիսուսն է մեր օրինակը։ Որտեղ նա է մարդկանց որդիներից գերագույնը։ Ամեն։ Գեղեցկագույնը, գերագույնը։ Եվ այսօր Քրիստոսը ապրում է ում մեջ, մեր, ամեն։ Եվ այդ շնորհքը պետք է թափված լինի ինչպես Քրիստոսի վրա էր, այնպես էլ մեզ վրա է։ Ամեն։ Մեր լեզուն գիտակցում ենք, որ բուժվելու կարիք ունի։ Իսկ լեզուն եթե պիտի բուժվի, լեզվի վրա ոսկոր չկա, պետք է արմատը բուժվի։ Պտուղը եթե պիտի փոխվի, պետք է արմատը փոխվի։ Առակաց 15:4 Բուժող լեզուն կենաց ծառ է, բայց լեզվի վրայի նենգությունը հոգու վերք։ Ուրեմն մենք սրտի բժշկության կարիք ունենք, որպեսզի մեր լեզվի պտուղը ճիշտ լինի։ Եվ Առակաց 21:23-ը ով որ զսպի իր բերանն ու լեզուն, իր հոգին նեղություններից կպահի։ Ուրեմն հոգու պահպանումը լեզվից է։ Լեզուն էլ սրտից է։ Ուրեմն ամեն ինչից առավել զգուշացի քո սրտին, նրանից է կյանքի ելքը։ Քո հոգին կպահվի Տիրոջ համար։ Մինչև վերջի օրը։ Երբ որ կկանգնես Տիրոջ առաջ, սիրտդ մաքուր ուղիղ կկանգնես։ Ամեն։ Դրա համար Հռոմեացի թղթի մեջ 10-րդ գլխում, ով գիտիս, ապաշխարության աղոթքը, որ ստեղ ասվում է։ Ասում է, եթե սրտով հավատաս եւ ինչի սրտի հավատք լեզվի դավանություն, որտեվ դա իրար հետ կապված է։ Ինչի համար է պետք ասել, որովհետև սրտի ավելացածից, սրտիցդ ես դու այդ ամենը խոսում։ Ու այնքան կարևոր է, երբ որ քեզ խոցել են, ում են հեչ խոցել։
Ում սիրտն են հեչ ուզեցել դառնացնեն։ Եղել է տես դեպք քո կյանքում, որ մի հատ սենց սուր է եկել սրտիդ վրա։ Եղել է։ Դրա համար այնքան կարևոր է քո ներսից սիրով ծածկես, ներես, բայց դրանից հետո լեզվով էլ ասես։ Որտեվ եթե լեզվի ասելը չկա, ուրեմն հələ ստեղ չկա։ Սենց բանել լսել եք, որ ասում ախր ուզում եմ, բայց չեմ կարում ասեմ։ Ուրեմն ստեղ հələ process-ը չի ավարտվել։ Սկսի աղոթքիդ մեջ, ավարտել է, սկսի խոսել, սկսի ասել։ Եղել է այն, որ մի բան, երբ որ զասարենի եղած է, ու բացում են, բան սկզբից կատ-կաթա գալի, հետո կամա ջուրը հենց ավելանում է, ինչքան սկսես խոսել, ասել, այդ զասարենին կբացվի։ Սկզբից կատ-կատ, տենց դե լավ, թող Աստված օրհնի իրան, ուզում ես իր համար աղոթես, այդ դրանից բացի բան չես ասում, դե լավ, դե հա, Աստված ջան, իրան էլ հիշի, էտա։ Հետո իրան էլ հիշի, Տեր ջան, ողորմի, մի բառ էլ ավելացավ։ Հետո Տեր ողորմի, Տեր խնդրում եմ, որ նրա սրտի մեջ գնալով մի բառ ավելանում է, ու տես, հա։ Քո աղոթքների մեջ սկսում ես, մեկ էլ տենում ես, կարում ես այդ մարդու համար լուրջ աղոթես։ Ուրեմն սիրտդ բան է փոխվել։ Բայց մի բառից գոնե սկսի, մի դրական բառից գոնե սկսի քո լեզուն վարժացնել այն մարդկանց, դրա համար Հիսուս ինչ ասում, օրհնեցեք ձեզ, որտեվ դա ում է պետք, քեզ է պետք։ Որտեվ դե բժշկվում է քո սիրտը, դա հենց քեզ համար է, ու քո փրկության ու քո օգուտի համար է։ Ունեք Հռոմեացի 10-րդ գլխի մեջ, որ ես ասեցի, որ ասում է, եթե բերանովդ 9:10-ն է, չէ, եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց նրան մեռելներից, կապրես, քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար, բերանով դավանում ենք փրկվելու համար։ Ով գիտի ամենամեծ հրաշքը որն է։ Ամենամեծ հրաշքը որն է։ Ինչ օգուտ մեռելներից հարություն առնի, բայց գնա դժոխք։ Նորից մեռնի գնա։ Օգուտ կա։ Լավ է որ հարություն առավ, բայց եթե փրկություն չկա, ժամանակավոր ինչ որ սենց, չէ։ Ամենամեծ հրաշքը հավիտենական հրաշքն է, որ մարդը հավիտենական կյանքի մեջ փրկվում է։ Հիմա ամենամեծ հրաշքը կատարվում է սրտի հավատքով ու շուրթերի դավանելով։ Այն մնացած հրաշքները նույն ձևով չի կարա լինի։ Սրտով հավատաս, սկսես խոսել, սարին ասես վեր կա ծնկի ծովը, Հիսուսը չասեց։ Ու սրտիդ մեջ չէ երկմը, ինչ սարա դուրս եկե։ Հրաշքա պետք խոսիր, բայց ներսի հավատքով խոսիր։ Մի խոսիր ուղակի թեթև, որտեղ ստեղ քաշ չկա։ Հավատքը բերում է կշիռ քո խոսքերին։ Բայց նայեք դրա 8-րդ խոսքը, 9-10-ը կարդացի։ Հռոմեացի 10:8-ը ինչ է ասում։ Բայց գիրքը ինչ է ասում քեզ։ Մոտիկա քեզ խոսքը։ Մոտիկա քեզ խոսքը։ Աստծո խոսքը մոտիկա։ Ուրեմն Աստծո խոսքը մոտիկա։ Քո բերանում եւ քո սրտում։ Ուրեմն Աստծո խոսքի ամենալավ վայրը որտեղ է։ Պահարանի վրա։ Այլ որտե՞։ Սրտում։ Այդ պահարանի վրայից մինչև չկարդաս, մինչև չգա սրտի մեջ, մոտիկ չի։ Ահագին հեռու է։ Այդ խոսքը մինչև չգա քո սրտի մեջ, հեռու է քեզանից այդ խոսքը։ Այդ խոսքը եթե հեռու է քո կյանքում ոչինչ չի կարող անել։ Մինչև խոսքը մոտիկ չդառնա, իսկ մոտիկ երբ է, երբ որ քո սրտի մեջ է։ Այդ ժամանակ հրաշքը անհնարը չլինի, որովհետև հավատքը լսելը մոտիկ է քեզ խոսքը, քո սրտի մեջ, հավատքը սրտիդ մեջ է, որտեղ խոսքն է եկե քո սրտի մեջ ու հավատք բերե։ Քո սրտում, այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք։ Քարոզված խոսքը, ինչ ես անում դու։
Հովիվը քարոզեց հերթական եւ գնացին բոլորը իրանց տները։ Բա հետո ինչա կատարվում այդ քարոզված խոսքի հետ։ Որ խոսքը պետք է լինի մեր սրտի մեջ։ Խմբակներում որ սկսում եք քննարկել, լավ է, չէ՞։ Ամրապնդում է այդ խոսքը։ Սրտի մեջ է ամրապնդում։ Հավատքիդ մեջ է, գալիս է քո ներսում փոփոխություն։ Ամեն։ Ուրեմն ինչ ենք տեսնում։ Մոտիկա լինում խոսքը, երբ որ մեր սրտում է։ Դրա համար սիրտդ ամեն իրավիճակների մեջ պահիր, որ հանկարծ այս աշխարհը լի է թույնով, որ հանկարծ այդ աշխարհի թույնով չթունավորվի։ Բայց Աստծո խոսքը բերում է բժշկություն մեր սրտերին։ Աստծո խոսքը բերում է փոփոխություն մեր կյանքերին։ Աստծո խոսքն է, որ հրաշք է։ Հրաշք ունի իր մեջ, եւ այդ հրաշքը խոսքի մեջ է։ Դրա համար հավատա եւ փրկվի։ Հավատա եւ բժշկվի։ Հավատա եւ ազատագրվի։ Հավատա եւ ունեցի։ Հավատա Աստծո խոսքի համաձայն։ Հավատքը խոսքի համաձայն։ Ինչ ասում Աստծո խոսքը, թող այդ էլ լինի իմ կյանքի մեջ։ Բայց ինչ ասում այդ խոսքը, պիտի իմանամ, մոտիկ պիտի լինի իմ սրտին։ Իսկ մենք շատ անգամ սիրում ենք ավանդական ճանապարհներ, դա այնքան էլ հավատք չկա, դա մենակ ձև կա։ Բայց հավատք չկա, որտեվ ես չեմ հասկանում այդ ինչ է։ Հա դե արվում է, անում ենք անելու համար։ Բայց հավատքը, որը որ սրտի մեջ է, որ գալիս Աստծո խոսքի, կենթանի Աստծո խոսքի միջոցով, որ ինձ ապրեցնում է ու իմ կյանքը փոխում է։ Ու իմ գործողություններն են փոխվում, իմ պատուղն է փոխվում, իմ լեզուն է փոխվում, իմ մտածելակերպն է փոխվում, իմ վարքն է փոխվում, իմ կյանքի ամեն բնագավառի վրա Աստծո խոսքը ազդում է, ու դա վատ ազդեցություն չի, դա կյանքի ազդեցություն է, դա մահվան ազդեցություն չի, դա կյանքի ամենակարևոր փոփոխությունն է մարդու կյանքի մեջ, որ կատարվում է, Աստծո խոսքի համաձայն փոփոխությունը։ Ամեն։ Դրա համար եկեք որոշում կայացնենք։ Պահենք մեր սիրտը եւ մոտիկ լինի մեզ Աստծո խոսքը։ Լինի մեր սրտերի մեջ եւ մեր շուրթերի վրա։ Թող իրականում մեր կյանքը լցված լինի նրա կարող զորությամբ, նրա հոգով եւ նրա խոսքով։ Նրա հոգին է, որ կենթանացնում Աստծո խոսքը, որովհետեւ գիրը կարա սպանի, բայց հոգին կենթանացնի։ Հոգին է, որ կենթանացնում Աստծո խոսքի ճշմարտությունը իմ մեջ եւ առաջացնում է հավատք։ Հավատքով էլ փրկվում եմ ու ազատվում եմ։